Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ, վանացայնի եթերով և թիմադեդրի էջով ձեզի հետ եք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև երեկ թարցել հայտարարեց, որ ադրբեջանցիներ պետք է վերադառնան Հայաստան։ Ադրբեջանի գիտություններու ազգային ակադեմիայի հիմնադրության 80-ամյակին նվիրված ցերնարգին խոսք արտասանելով Ալիև նշեց, որ իր ժողովուրդը գարկմը մարդոց պես անչափողականության հակված չէ եւ գծաղեցնի այն հողը, ուր կփնագի։ Մեր ժողովուրդը ներդրում ունեցած է pedagogiության մեջ այն երկրներուն, ուր գաբրի եւ այսօր եւս ոչ մեկ երկրի մեջ ադրբեջանցիները հարցեր կստեղծեն, չեն ստեղծեն նաեւ որևէ պետության կամ որևէ այլ ժողովրդի համար։ Հետևաբար ադրբեջանցիներու ժամանակակից Հայաստան վերադարձը պետք չէ վախցնե հայ ժողովրդի եւ պետությունը հայտարարեց Ալիև, որ խոսելով վերադարձի մասին գրկնեց նախաբես արտահայտած իր միտքը, թե ադրբեջանցիները Հայաստան պետք է վերադառնան ոչ թե հրասայներով, այլ ինքնաշարժներով։ Միայն թե այս անգամ Ալիև հadouk հանրարարական դվավ ադրբեջանցի գիտնականներուն եւ pedagogan գարույցներուն աշխատելու ասոր հասնելու համար։ Դժբախտաբար դարիներով հայկական գոմը եւ սփյուռքը խեղաթյուրած են մեր պատմությունը եւ այս կարողությունը կշարունակվի։ Մենք պետք է անոնց հագատրենք մեր գիտական դժմարությունները։ 20-րդ դարու սկիզբը հին ռուսական գայսերական քարտեզները հստակորեն ցույց տված են, որ դարաշքի մեջ գրեթե բոլոր դեղանունները այսօրվան Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ցակում ունին։ Սևանալիչ չկա, գա գույչա։ Ըսավալիև, որ 24 դեկտեմբեր 2022-ին հայտարարեց, այս տարածքը մեջ Հայաստան երբեք եղած չէ։ Այսօրվան Հայաստանը մեր հողն է։ Հակառակ խաղաղության մասին հայտարարություններուն եւ Վաշինգտոնի մեջ օգոստոսին ստորագրված փաստաթուղթերուն Ալիև դարձյալ մեղադրանքներ ուղեց հայերու հասցեին եւ ընտեց, որ Ադրբեջան 44-օրյա պատերազմին դարած է աննախընթաց, փայլուն, ամբողջական եւ բացարձակ հաղթանակ։ Մեր գիտականները պետք է աշխատին պատմական ճշմարտությունները դարածելու համար, ըստ Ալիև, որուն համաձայն Ադրբեջան թարերու պատմություն ունի, իսկ հայերը իբրև թե Իրանեն բերված են ռուսերու ցերկով։ Մենք չենք ստեղծած այս քարտեզները։ Զանոնք գազմած է ցարական Ռուսիան, որ հայերը բերած է Իրանեն եւ արևելյան Անադոլիայեն, վերապնդեցած է արցախ չեմ հնարած, ռեակտորներու հետ ունեցած հարցազրույցի ընթացքին ըսավ Սիմոնյան։ Ներքին լսարանի համար Ալիևի այս արտահայտությունները կամ pedagogan գարույցներուն դրվող հանրարարականները վտանգավոր չեն, հարցումին իբրև պատասխան Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյան ուղղակի չարձագանքեց, այլ ասավ, որ Ալիև չի լսած, բայց թադելով նախորդներեն եւ սահմանի իրավիճակեն գրնաբնտել, որ խաղաղությունը հաստատված փաստ է։ Այն, որ Ադրբեջանի հրադորապանությունը 8 օգոստոսին յետ նվազած է, փոխված է եւ այդ մեկը դեսանելի է նաեւ սահմանի երկայնքին, ինչ որ ես կրնամ ասել իբրև պաշտպանության նախարար փաստացի իրականություն է։ Եվ երբ մենք կխոսենք փաստացի խաղաղության մասին, այդ մեկը ամենևին հորինված չէ, այլ իրականություն է, հայտարարեց Բաբիկյան։ Ազատություն լրատվականը նշե, որ մինչ այդ Բաքու հաստատված խաղաղության պայմաններում մեջ կպատրաստվի այս շաբաթ դարձյալ տոնական նախաձեռնություններ կազմակերպել հայկական կողմին թեմ հաղթանակ նշելու համար։ 8 նոյեմբերին ադրբեջանական լրատվամիջոցներու համաձայն Ադրբեջանի մեջ հաղթական շքերթ մոտեղի պիտի ունենա ի պատիվ 44-օրյա պատերազմի 5-րդ դարեդարձին, որուն մասնակցելու համար Բաքու պիտի մեկնին նաև գլխավոր դաշնակիցները Թուրքիո նախագահը եւ Պակիստանի վարչապետը։
Ադրբեջանցի pedagogan մեղադրող Վյուսալ Ալիև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներուն եւ մնացյալ 7 հայերուն ճագերդյալ մեղքը աբացուցած նկատեց։ Բաքուի զինվորական դատարանի մեջ Վյուսալ Ալիև հայտարարեց, թե մեղադրյալներուն կվերակրվին հանցանքներ, որոնք կործված են 1988-ին մինչև 20 սեպտեմբեր 2023, այսինքն Ղարաբաղյան շարժումեն մինչև Արցախի վրա Ադրբեջանի հարձակում եւ արցախահայերու ցեղային զդում։ Մեղադրող Տադախազը բնտեց, որ մեղադրյալները անուղղակիորեն մասնակցած են Ադրբեջանի դեմ հանցագործություններու։ Մեղադրող Տադախազը իր մեղադրական ջարի մեջ ասավ. Հարցակնված են մեղադրյալները, դուժածները եւ վկաները։ Իբրև մեղադրող գոմ, մենք կգարձենք, թե մեղադրյալներու մեղքը հիմնավորված է աբացույցներով։ Ես շարունակեց ասելով, թե մեկ դարի դեված տադականության ընթացքին գումարված են շուրջ 100 նիստեր։ Ադրբեջան-Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կմեղադրե բادرազմ սկսելու, ցեղասպանություն եւ ահաբեկչություն իրականացնելու, իշխանությունը բռնի գերբով կրավելու եւ այլ ցաներ հանցանքներու համար։ Մեղադրող Տադախազը իր մեղադրականի մեջ նաեւ բնտեց, որ այսօր Թադարանին արչեւ կանգնած են բազմաթիվ հանցանքներ կատարած անձերու միայն մեկ մասը, ագնարգերով նաեւ այլ մեղադրողներու կոյության մասին։ Հայտնենք, որ Բաքու բարբերաբար գշեշտե, որ Ադրբեջանի դեմ բادرազմին ընթացքին բազմաթիվ հանցագործություններ կատարած է Հայաստանի Հանրապետությունը, քանի մը դաստիարակ անձերու ղեկավարությամբ եւ անուղղակի մասնակցությամբ։ Ադրբեջանի ցանկին մեջ են Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, Պաշտպանության նախկին նախարարներ Վասկեն Մանուկյան, Վասկեն Սարգսյան, Սեյրան Օհանյան, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամուել Պապայան, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Պալասանյան, Արցախյան ազատամարտի հրամանատարներ Մոնթե Մելքոնյան եւ այլանցեր։ Վարչապետ Փաշինյան հայերու եւ թուրքերու միջև բազմական խնդիրներու համար մեղադրած է KGB-ն, որը ստեղծված է 1954-ին խորհրդային միության իշխանության տակ։ Հայերու ցեղասպանությունը կատարված է 1915-ին KGB-ի ստեղծումեն մոտ 40 տարի առաջ, հայտնած է Մարիա Զախարովա։ Նշենք, որ վարչապետ Փաշինյան վերջերս մատնանշած էր, որ Մոսկվայի կողմէ հայոց ցեղասպանության հարցին չարաշահումը սեփական քաղաքական նպատակներու համար եղած է։ Թուրքական դիվանագիտական աղբյուրը հայտնեց, որ Հայաստան-Թուրքիա սահմանին բացումը ներկայիս չի քննարկվիր։ Նույն աղբյուրը ավելցուց, որ երկու երկիրներու միջև հարաբերություններու ղեկավարման բանակցային գործընթացը կշարունակվի։ Այս պահուս խոսքը հարաբերություններու ղեկավարման մասին է եւ ոչ թե սահմանի բացման։ Այս հարցը գախյալ բիդիելա գործընթաց են։ Դագավին ճիշտ ժամանակի սահմանումներ չկան, շեշտեց աղբյուրը։ Հայաստանի կառավարությունը խոստացած էր Հայաստանի մեջ գիսով չափնվազեցնել աղքատությունը։ 5 տարվան ընթացքին սակայն աղքատությունը չնվազած։ Արդարև Պաշտոնական վերջին նվյալներու համաձայն Հայաստանի մեջ աղքատությունը կհասնի 23.7%-ի։ 700,000-ը ավելի մարդ կաբրի աղքատության մեջ։ Եթե քաղաքական իշխանությունը կդարեր իր դված խոստումը, աղքատության մակարդակը պիտի ելար ոչ թե 23.7%, այլ 13-ին 13.5%։ Անցնելով Կանադա Կանադայի Քեբեկ նահանգի քաղաքապետական ընտրություններուն, որոնք տեղի ունեցան գիրագի 2 նոյեմբերին, Մոնտրեալի եւ Լավալի քաղաքապետական ընտրություններուն առաջադրված հայազգի տեխնազուներեն 3-ը հաղթանակներ արձանագրեցին, կնշե մեր պաշտոնագից Հորիզոն շաբաթատերտը։ Մոնտրեալի ընտրություններուն հաղթանակած արձագանքած հայազգի տեխնազուներն են Վանա Նազարյան երկրորդ անգամը լալով Ensemble Montréal գուսակցության կողմէ Saint Laurent շրջանին Côte de Liesse յենթաշրջանի քաղաքապետության անդամ Շահե Դարակչյան երկրորդ անգամը լալով Ensemble Montréal գուսակցության կողմէ Pierrefonds Roxboro շրջանի Cap Saint-Jacques յենթաշրջանի քաղաքապետության անդամ Լավալի ընտրություններուն հաղթանակ արձանագրած է Սետա Թոպուզյան
նույնպես երկրորդ անգամ լալով Mouvement La Valois գուսակցության կողմէ լավալի Renault Coursol շրջանի քաղաքապետության անդամ Իսկ Մարի Դերոս, որ իր տեխնազությունը առաջադրած էր Ensemble Montréal գուսակցության կողմէ Villeret Saint-Michel Parc Extension շրջանի Parc Extension ենթաշրջանի քաղաքապետության համար փոքրաթիվ քվեներով գործընծնել է իդ փողոքարկած է եւ արդյունքները վերադեսության ենթակա է Նշենք, որ Մոնտրեալի քաղաքապետ ընդրվեցավ Սուրեյա Մարտինեզ Ֆերադա ան գահանտիսանա Մոնտրեալի երկրորդ կին քաղաքապետը եւ առաջինը, որ բնիկ դեղացի չէ, այլ իբրև քաղաքական հաստատված է Կանադա եւ Ձակումով Չիլեցի է։ Իսկ երկրորդ անգամ լալով Լավալի քաղաքապետ ընդրվեցավ Mouvement La Valois գուսակցության ղեկավար Ստեֆան Բուեայը։ Իսկ Հունաստանի մեջ անցնող շաբաթավերջին Կոկինյո Զավարյան գետրոնի մեջ տեղի ունեցավ Հոյտա Հունաստանի երդասարտական միության պատգամավորական ժողովը, որում ներկա գտնվեցան Ֆիքսի, Կոկինյո եւ Սելանիկի խումբերու պատգամավորները, Հոյտա Հունաստանի գետրոնական կոմիտեի երդասարտականի հարցերու ներկայացուցիչը, Բադանեգա միության ընդհանուր վարիչ Մարմինը, Հայտադի հանձնախումբի եւ շրջաններու կոմիտեներու եւ Ազատ օրթերթի ներկայացուցիչները Առաջին օրվան ընթացքին մանրամասն կնդվեցավ անցնող դարաշրջանի գործունեություն եւ լուսարձակի տակ առնվեցան միության կատարած աշխատանքները զանազան մարզերու մեջ։ Ժողովը իր քննադատականը ուղեց զանազան իրագործումներուն համար համապատասխան քննարկումներ կատարելով գործունեության արդյունավետության եւ հաջողության մասին։ Երկրորդ օրը ժողովը անցավ նոր դարաշրջանի աշխատանքներու ձևավորման եւ կատարեց բազմատեսակ առաջարկներ շարքը բնակավարներու մասին գազմելով նոր աշխատանքներու շրջակիցը։ Անոց շարքին էին գազագերբչական եւ դասյարակչական գարելիությունները, կարողացական միջոցների եւ ընկերային ցանցերու առավել օգտագործումը։ Մասնավոր ուշադրության առարկա դարձավ երիտասարդներու ներգրավումը, ագնպային կյանքին հավելյալ զարգումը եւ ընկերային մթնոլորտին զարգացումը։ Ժողովը հատուկ կարևորությամբ անդրադարձավ Եվրոպայի օյտա երդասարտական միություններուն հետ գործակցության կարելիություններուն։ Լայնորեն կնվեցան նաև Հայտադի հետամտման Արցախի հիմնահարցի եւ հայոց ցեղասպանության քաղաքական եւ կառուցչական ձեռնարկներու գազագերբման ուղղությունները։ Ավարտին ընդրվեցավ նոր Ալեքս Ակալյան, Պատիլ Բարղուդյան, Արա Մանգոյան, Ռեգինա Միքայելյան, Մարիանա Ամիրիդու եւ Սերժիո Մանգոյան։ Հարկելի ունգընտիրներ, վանասայանի եթերով եւ թիմադրի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան օրերը։ Սեզի հետեին Սերլին Գրիգորը եւ Ցանիա Ղորթավար Անտոնին։ Մնացեք միշտ վանասայանի ունգընտիր։